բացվել, որը որ խնդիր առաջացրել արդեն տեղական արտադրողների հետ շրջանում, բայց ես մի բան ասեմ, որ ամրանի գինը այդքան չի իջել, ինչքան որ այդ սուբսիդավոր մասը։ Իսկ երբ որ մենք առաջարկում ենք դնել այս կարգավորումը, մենք ընդհանրապես ուզում ենք բալանսավորենք, որ ինքնարժեքի հաշվարկով գոյացող արդեն գինը վերջնական կա տրամաբանության շրջանակներում, նաև այստեղ շահույթի չափաբաժին եւ այլն։ Ինչ վերաբերում է պետության կողմից սուբսիդավորումներին, դուք գիտեք, որ պետությունը նույնպես տարաբնույթ աջակցման ծրագրեր իրականացնում է, որոնք որ նույնպես հաշվարկված են այս կոնֆիգուրացիայի մեջ։ Այսինքն, երբ որ ես ասեցի գազի գինը 33,000 դրամ է հաշվարկվել, ես արդեն ի նկատի ունեի նաև մեր պետության կողմից իրականացված որոշակի աջակցող ծրագրերը ներառյալ, որովհետև եթե ընդհանուր նայենք գազի գնի չափաբաժինը ինքնարժեքի մեջ, դուք կտեսնեք, որ դա 32,000 չի, այլ ավել է։ Իսկ ինչի ես ասեցի 32,000, որտեղ հաշվի առա նաև պետության կողմից իրականացվող որոշակի աջակցություններ։ Հումքի հետ կապված ուզում եմ ասեմ, որ մենք այլ երկրներից քիչ քանակությամբ հումք ենք ներմուծում, որտեղ հիմնականում դեռևս կարողանում ենք Հայաստանի Հանրապետության առաջացած թափոններով իրականացնել, մենք ներմուծում ենք միայն օժանդակ նյութերը։ Ինչ վերաբերում է ինքնաբավության մասով, որ դուք ասեցիք, իրավացիորեն, բայց ես ձեզ ասեմ, որ 3 գործարանները, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում այլևս գործում են, նրանք հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության ինքնաբավությունը ապահովել այս արտադրանքների մասով։ Չնայած մեր կարգավորումը կարծում եմ, որ չի բերի նրան, որ ներկրումները ամբողջությամբ չեն լինի, որովհետև մենք գիտենք, որ ներկրումների վրա ազդում է նաև լոգիստիկ ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության դեպքում, երբ որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրումներ են իրականացվում, օրինակ Սյունիքի մարզում լոգիստիկ ծախսերը անհամեմատ ավելի ցած են լինում Սյունիքի մարզում եւ Վայոց-Ձորի մարզում, ավելի ցածր են լինում, քան այլ մարզերում, եւ տվյալ դեպքում հնարավոր է, որ օրինակ Սյունիքի մարզում մեր արտադրողները դեռևս ամբողջությամբ չկարողանան մրցակցային իրավիճակում լինել, քան Իրանից ներկրվող մեր ներկրողները։ Դրա համար մենք փորձել ենք այդ բալանսը հնարավորինս պահենք, հաշվի առնելով նաև պետական աջակցությունները։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ մոտեցումը ես կարծում եմ, եթե մենք խոսում ենք ամրանի մասին, որը այսպես ժողովրդի լեզվով ասած արմատուրան է, շինարարության հիմքը, եւ դուք փաստեցիք անուղղակիորեն, որ իրականում այս պահին արկա մեր մոտ թափոններն է, երկաթի մետաղի ջարդոնն է, որ օգտագործում ենք։ Դա մի պահի վերջանալու է, որտեղ դառնալու է ամրան, գնալու է շինարարության մեջ, իսկ այդ չի կարա էլի այդքան առաջանա մետաղի ջարդոն։ Հետևաբար պետք է մենք ներմուծենք հումքը, ստեղ արտադրենք։ Պարզ բան եմ ասում, այսինքն բալանսավորումը պետությունը պիտի այնպես անի, որ էական, իսկ այս դեպքում էական է ճնշումը լինելու գնի վրա, էական չլինի, դրա համար ուղղակի պետությունը նաև պետք է իր աջակցությամբ բալանսավորվի, ոչ միայն հարկային այսպես գործիքով։ Ըստ էության դուք նաև դրանով պետական բյուջե եկամուտներ եք ավելացնում, պետական բյուջե է, չէ, գնալու այդ турքը վստահաբար, եւ այդ պետական բյուջե ներմուծումից եկող եկամուտները, պարզ ասեմ, կարա ծառայի որպես պետական աջակցություն նույն ոլորտին։ Առնվազն գոնե այս հաշվարկն, եթե դուք գայիք ասեք, այսքան турքա գեներացվում, այսքան մենք այս ամբողջը դնում ենք այս ոլորտի վրա, սա հասկանալի կլներ, որ պետական առաջնահերթությունը ոլորտը զարգացնելու մասին է, ոչ թե հարկային մուտքերը ավելացնելու։ Հիմա գալով ամենակարևորը։ Հիմա ասում եք, լավ, էս է մեր առաջնահերթությունը, բայց մի պարզ հարց է առաջանում, ասենք օրինակ վստահ եմ գիտեք, չէ, որ
թուրքական լոլիկ է ներկրվում Հայաստանի Հանրապետություն։ Եվ թուրքական լոլիկը իմ ոչ ամբողջական ուսումնասիրություններով մոտ 2-2.5 անգամ իրանց գյուղատնտեսությունը ավելի մեծ աջակցություն է ստանում պետական, բառից բուն իմաստով դա արդեն հստակ դեմպինգ է, եւ դրա նաեւ մասշտաբի էֆեկտ մնացած դրա հետևանքով հեսա շուտով արդեն երբ որ ջերմոցային լոլիկը կսկսի վաճառվել, դուք էլ մենք էլ բոլորս վստահ կտեսնենք նորից հերթական անգամ, որ այդ լոլիկը գալով ճնշում է մեր արտադրողներին, տեղական արտադրողներին եւ ըստ էության ստեղ ակնհայտորեն կա այո մրցակցային խնդիրներ եւ ստեղ այո պետական միջամտությունը եւ պետական կարգավորումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաեւ ուշացած։ Հիմա այս ընտրանքը ո՞նց եք վերցնում, այսինքն ստեղ պետք է, ստեղ պետք չի, այսինքն թե ըստ երկրների եք վերցնում, թե ըստ ոլորտների եք վերցնում, սա ոնց հասկանանք, որտեվ եթե վերցնենք մենք ջերմոցային տնտեսությունը, պակաս կարևոր չի։ Ստեղ ջարդոնի վրա չի արտադրվում, հումքը հենց հողն ու ջուրը մերն է, ջերմոցը մերն է, արտադրողը մեր գյուղացին է, արտադրում է, վաճառում է եւ նաեւ դա դառնում է հումք վերամշակող արդյունաբերության համար։ Ստե մի տեսակ ոնց որ տենց բան է, հուսամ աշխարհակաղակական գործոն չկա, չէ՞, ստեղ ասենք այս երկրի հետ տենց բան է, մի քիչ նեղված ենք, լավություն անենք, այս մյուս երկրի ոչինչ, մեր բարեկամնա շատ չի նեղանա, այդ չկա, չէ՞, երևի։ Պարոն Զաքարյան, մի հատ կարճ անդրադառնամ, պարոն Ավետիսյան, չնայած լոլիկի թեման ավելի ճիշտ կներ տարածաշրջանային ու գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում քննարկենք, բայց ամեն դեպքում ձեր երկու հարցերին անդրադառնամ, էլի։ Նախ գյուղատնտեսության հետ կապված պարոն Զաքարյանը ոչինչ որ մեր հանձնաժողովին չկպատասխանի, բայց այնտեղ տարբեր աջակցության ծրագրեր կան, այսինքն այնպես չի, որ գյուղատնտեսությունը աչքաթող արված, այնտեղ էլ ուրիշ ձևի աջակցության մեխանիզմներ են։ Ու ձեզ հիշեցնեմ, որ այդ թուրքական լոլիկը ժամանակին մեծ ծավալով ներկրվում էր Ռուսաստան հայկականի անվան տակ։ Ինչ-որ չեմ հիշում այն ժամանակ այդ հարցով տենց մեծ աղմուկ բարձրանալ, բայց հետո ժամանակի ընթացքում եկավ նրան, որ իրականում տեղական արտադրության լոլիկի ծավալները էականորեն աճեցին ու հիմա այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Հիմա հումքի վերաբերյալ, որ ասում եք հումքը վերջանալու է։ Իրականում մենք այդ հարցը տվել ենք այն ժամանակ, երբ որ տեղական ամրան արտադրողները գալիս էին մեզ մոտ ու ասում էին մենք խնդիր ենք ունենալու ու մենք ենք իրենց այդ հարցը տալիս, որ քանի որ տեղական հումքը սահմանափակ է, ոնց է առաջին ընկերությանից հետո եկել երկրորդ ընկերությունը, հետո երրորդը, մի հատ էլ չորրորդը պիտի գա, բայց իրենք այդ հաշվարկները իրենք իրենց համար արել են, որովհետև հումքը մի կողմից վերջանում է, մյուս կողմից գեներացվում է։ Որովհետև Հայաստանը ամեն տարի տասնյակ հազարավոր մեքենաներ են գալիս ու այդ ցիկլը, որը շարունակվում է, եւ ինչ վերաբերում է, որ ասում եք պետական բյուջե լցնելու համար չի, հուսով եմ, այս նախաձեռնությունը ու այս առաջարկը եկել է տնտեսվարողների կողմից եւ այստեղ պետական բյուջե լցնելու խնդիր դրված չի եղել։ Եվ վերջին հարցին էլ ձեր անդրադառնամ, այն նախորդ հարցից եկող սպառողների տեսանկյունից իրականում որոշումը այնքան բալանսավորված է, որ ինքը տեղական շուկայում գնի վրա չազդի, բայց եթե այս որոշումը չընդունվեր, այլ հակառակ պարագայում ձեր ասածը տեղի կունենար, որտեղ որոշ ժամանակ հետո, երբ որ մենք ունենայինք տեղական արտադրության ոչնչացում, այ դրանից հետո կունենանք ներկրված ամրանի գների էական աճ։ Ու այս նույն խոսակցությունը մենք արդեն 6 տարի շարունակ ունենում ենք, մեկ ցեմենտի մասով ենք ունենում, մեկ ամրանի մասով ենք ունենում։ Հիմա այս լուծումն է առաջարկվել, եթե ավելի լավ լուծում լիներ, իմ կարծիքով այդ լուծման տարբերակով կգնանք։ Խնդրեմ, եթե ավելացնելու բան ունեք։ Ինչ վերաբերվում է այդ հումքի հետ կապված արտոնություններին կամ աջակցությանը, այս ոլորտը բավականին պետական աջակցության ծրագրերից օգտվել է եւ եթե դիտարկենք նաև մուտք լինող турքերի չափը եւ ստացած աջակցությունը այլ գործիքներով երևի թե անհամադրելի կլինեն, ավելի շատ աջակցություններ գնացել է ոլորտի ընկերություններին,
բայց այնուամենայնիվ այն օժանդակ նյութերը, որոնք որ ներկայումս օգտագործում են եւ չկա տեղական շուկայում, Հայաստանում չկա, չի արտադրվում, դրանց մասով ներկայումս էլ որոշակի արտոնություններ տրվում են, ասենք մաքսատուրքերի մասով արտոնություններ, որպեսզի կարողանան ավելի էժան արտադրանք ունենան։ Բայց հիմա մի այնպիսի փուլ է, որ գրեթե ամբողջ աշխարհում բոլոր երկրները մետաղի հետ կապված որոշակի սահմանափակումներ կիրառում են, որովհետև կան երկրներ, որոնք կարողանում են այսօր շատ էժան դեմպինգային գներով, միգուցե ոչ միտումնավոր դեմպինգ, բայց այդպես ստացվում, սկսել են սահմանափակել նույն Վրաստանը, Եվրոմիությունը նույնպես այսօր նմանատիպ կոշտ միջոցներ է նախատեսում կիրառել տվյալ պրոդուկցիայի ապրանքատեսակների վրա։ Դրա համար այո, մենք էլ ենք նայում, սա դիտարկում եւ նաեւ քանի որ գործիքը ժամանակավոր բնույթ կրող գործիք է, այսինքն ինչ որ մի պահի, երբ որ հասկանալի լինի, որ շուկան որոշակի կայունացել է, կարգավորվել է, նաեւ հնարավոր է հանել այդ գործիքների կիրառությունը, այսինքն սա շուկան կարգավորելու համար ենք էլի նախատեսում նման գործիքների կիրառումը, նաեւ կուզենայի նշել, որ լոլիկի մասով որ նշեցիք, այո, նաև որոշակի պարբերականությամբ, քանի որ էլի ժամանակավոր գործիք է, օրինակ կիրառվել է սահմանափակում ներկրվող տոմատի վրա բոլոր երկրներից, որպեսզի տեղական արտադրության լոլիկը սպառվի վերամշակողների կողմից, դա էլ բնականաբար դե գյուղատնտեսությունը նաև ունի սեզոնայնության բնույթ եւ պարբերաբար նման գործիքներ կիրառվում են։ Այդ թվում նաև հիմա քննարկումներ ա գնում նաև կաթի փոշու հետ կապված որոշակի հարաբերություններ կարգավորելու, որը որ չբերի այնպիսի մի իրավիճակի, որ տեղական, ասենք, կաթի արտադրությունը նույնպես վատ վիճակում հայտնվի, այսինքն պարբերաբար նման գործիքները կախված շուկայի իրավիճակից կիրառվում են։ Շնորհակալություն։ Եթե պարոն Զաքարյան ավելացնելու բան ունեք։ Կարճ ճիշտն ասած, որտեվ գործընկերներս հիմնականում արձագանքեցին, բայց այնուամենայնիվ փոքր-ինչ ես էլ արձագանքեմ, սպառողների հետ կապված, պարոն, մենք իրականում այս գործիքակազմերը ու շուկայի հավասարակշռումը հենց սպառողների համար արվում, հակառակ դեպքում, երբ հակամրցակցային գործիքներով որևէ մի շուկայում գործող սուբյեկտ կարողանա մնացած շուկայում գործող ընկերություններին սննկացնել կամ դուրս մղել շուկայից, մենք ունենանք այլ իրողություն եւ այլ շուկա, որը սպառողների համար բավականին պրոբլեմատիկ կլինի, եւ մենք փորձում ենք հնարավորինս հավասարակշռված անենք հաշվարկները, որպեսզի հանկարծ չլինի, որ որևէ մեկի կողմը բավականին ուժեղ հովանավորչության նման մի բան է ստացվում, արդյունքում մյուսը դուրս է, այսինքն փորձում ենք շուկան հավասարակշռել։ Բյուջեի հետ կապված շատ լավն է ձեր բյուջեի մասին մեկնաբանությունը, մենք հենց այդ տրամաբանությամբ էլ բյուջեին վերաբերում ենք, բյուջեն հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է, եւ այո, երբ որ մենք բյուջեում հավաքագրումներ ենք անում, այդ նույն բյուջեից նաեւ սուբսիդավորումներ ենք անում, նաեւ աջակցման ծրագրեր ենք անում, կոնկրետ այս ոլորտով մենք հումքի ներկրման հետ կապված բաներ ենք արել, աջակցման ծրագրեր ենք արել, մենք նաեւ այս ընկերություններին լիզինգի հետ կապված կարողացել ենք նրանց տոկոսները սուբսիդավորել, բավականին մեծ քանակությամբ եւ մարդիկ կարողացել են տեխնոլոգիաներ ձեռք բերել, այսինքն շատ ճիշտ նկատառում է բյուջեի կառավարման հետ կապված, ես ձեզ հավաստիացնում եմ, որ հենց այդպես էլ իրականացվում է բյուջեի կառավարումը, ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, վերջերս ընդամենը երևի թե մի շաբաթ առաջ հենց լոլիկի մասով պետությունը որոշակի էլի աջակցման ծրագիր մթերողներին արեց եւ եթե հետևեք էկոնոմիկայի նախարարության եւ կառավարության աջակցման ծրագրերը կզգաք, որ պետության կողմից արվող միջոցառումները վերաբերվում են գրեթե բոլոր բիզնեսներին, բոլոր ոլորտներին եւ նրանց արտադրական շղթաների գրեթե բոլոր հատվածներին, այդ թվում ներդրումներից սկսած մինչև արտահանում։ Շնորհակալություն։
Այլ հարցեր չկան։ Այդ դեպքում մտքերի փոխանակության անցնենք ցանկություն ունեցողներ։ Խնդրեմ, պարոն Ավետիսյան։ Ես իհարկե հավատում եմ ձեզ, որ ասում եք, բայց իմ ասածը մի քիչ ուրիշ էր, թվեր էի ասում, ես 4 թվերին եմ, էլի ավելի շատ հավատում կամ դրանով եմ պատկերացում կազմում, ես շատ պարզ ասեցի, որքան է այս պահին հավաքվում турք այս գծով, որքան նաև այդ ներմուծման մասով, ոչ միայն турք, նաև մնացած, եթե կա հարկատեսակներ, այս ավելացումը ինչքան կավելացնի բյուջեի մուտքերը եւ օրինակ առնվազն ձեր նախագծում չկա, եթե այդ турքը աճում է, նշանակում է առնվազն ինչ որ չափով մուտքերը պետական բյուջե ավելանում են։ Եթե նախագծում լիներ, որ այս սրանով նաև այս աջակցության ծրագիրն ենք առաջարկում ավելացնում, դա պարզ կլիներ, որտեղ գումարը ավելանում է, առնվազն այնտեղ աջակցություն չի ավել։ Սա էր մոտեցումը։ Հիմա որ դուք տանում եք, որ սա անում ենք, որպեսզի սպառողները, մեր տեղական արտադրողը դուրս չմղվի, ես դրա մասին չեմ էլ խոսում, ընդհակառակը։ Իմ ասածը մոտեցման հարցն է։ Ոչ թե ես ասում եմ թող տեղական արտադրողը պարտվի մրցակցության մեջ։ Ճիշտ հակառակը։ Ես ասում եմ տեղական արտադրողի համար երկարաժամկետ զարգացման հնարավորություններ պետք է ստեղծվի, այդ թվում տարածաշրջանային շուկայում, որ անընդհատ անհրաժեշտություն չլինի հարկը բարձրացնել, հարկը իջեցնել, չգիտեմ, փոխարժեքին հետևել եւ այլն, որ իրենք էլ կայանան, դառնան մրցակից, ինչու ոչ, նաեւ տեղական արտադրանքը արտահանվի հենց հարևան երկրներ կամ ավելի հեռավոր երկրներ։ Սա է իմ ասացի տարբերությունը, որևէ մեկը չի ասում տեղական արտադրողի հաշվին։ Մոտեցման հարցն է։ Հարկ, անուղակի հարկ ներմուծման մաքս турք բարձրացնելու փոխարեն համարժեք պետական աջակցություն։ Սա է մոտեցումը, որ ես մեկը ձեր զեկույցից, ձեր բերած թվերից կամ դրանց բացակայությունից չհասկացա, թե ինչպես եք դուք դա բալանսավորե իմ ասացի իմաստով։ Այլ կարծիքներ։ Ես էլ